Pink Berry վայելիր այս պահը։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Ողջույն մեր շատ սիրելի շանթատիտող։ Ամենասպասված, ամենաանկանխատեսելի Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Նախագծին մարտահրավեր են նետել հարյուրավոր մասնակիցներ, նրանք օժտված են արտասովորունակություններով։ Ահա նրանք եկել են բացահայտելու իրենց տաղանդը ձեր համար։ Եկեք միասին բացահայտենք տաղանդներին Շանթի եթերում։ Բարերեկո եւ ողջույն սիրելի հեռուստադիտող, իմ անունն է Սամվել Մալոյան եւ ձեզ մոտ տրամաբանական հարց կառաջեմ, թե ինչ գործ ունեմ Ետնաբեմում։ Նշեմ, որ այսօր Զիրանը մեր բոլորի կողմից շատ սիրված Զիրանը մեզ կմիանա քիչ անց, քանի որ ներկայացման է, իսկ մինչ այդ ես կլինեմ այստեղ։ Պես որ գնացինք։ Քո անունը Ստելա Ջանվելյան։ Շատ հաճելի է Ստելա, ինչ ես այսօր ներկայացնելու մեր ժյուրի անդամներին։ Ներկայացնում եմ հիփ-հոփ բարավաճի մի գեղեցիկ բեմադրություն։ Բարև ձեզ։ Վայ, ես ինչ լավն ես։ Շատ ամուբնա։ Դու հեքիաթից ես։ Կպատմես։ Արյուծը։ Արյուծիկ։ Ձակուկա։ Կպատմես։ Այո։ Ներկայացնում եմ հիփ-հոփ բարավաճը մի գեղեցիկ բեմադրություն։ Մի հոյակապ անձնավորություն է ներկայացնում մի գեղեցիկ։ Ոչ, ընկեր Քրիստիկը, իմ մարզիչը հիփ-հոփ։ Որ խմբում ես պարում։ Hip-hop live dance crew։ Գժություն, գնացինք դե, դավայ։ District 78. Մենք քեզ ասում ենք այո։ Այո, ապրես այո։ Ես ինչը չեմ կարում անեմ, ասում եմ այո։ Մի հատ մռնչա այդ ձայձայի վրա։ Ստելա, իսկ բացի պարից նաև գիմնաստիկա ես հաճախում մարմնամարզության, հա։ Հաճախում եմ գեղարվեստական մարմնամարզություն, հիփ-հոփ, բրեյք-դանս, ակրոբատիկա։ Ապրես, այդ ամեն ինչը բեմադրությանդ մեջ երևաց։ Դրա համար բոլորս ասեցին քեզ այո։ Այդ բիդուինսկիները, որ դու արեցիր, այս տարիքում։ Բրավո քեզ, մալադեց, ապրես։ Մերսի շատ։ Ստելա, արի մի հատ գրկեմ քեզ, էլի, արի գրկեմ քեզ։
ապրես Ստելա, քեզ մեծ ապագա է սպասվում, բրավո։ Մերսի շատ, Ստեսիլ։ Շնորհավորում եմ։ Մերսի շատ։ Դու այնտեղ մռնչացիր իհարկե, բայց որ խնդրեմ իմ համար էլ մի բան կանես։ Այո, սիրելի հեռուստադիտող, հանդիսատես Հայաստանում փաստորեն հեռուստները նույնպես սպառում են հիփ-հոփ։ Շնորհավոր։ Մերսի շատ։ Ձեր անունը։ Նարեկ։ Շատ հաճելի է Սամվել եւ դուք ենթադրում եմ որ պար եք կատարելու այսօր, թե սխալվում եմ։ Ես երգելու եմ իմ երգը։ Երգելու եմ իմ գրած երգը։ Այո։ Բավականին ոնց հասկացաք, համարցակ մասնակից է այսօր մեզ բաժին ընկել եւ ինչ սպասելիքներ ունեք։ Կարել եմ իմ շորը, արել եմ իմ մեյքափը։ Սարքել եմ ես ու կարել եմ իմ, մի վերքան, գրեմ երգը։ Բայց վատամ երգում երեխեք։ Հայր ձեզ։ Կներկանաք։ Անպայման։ Նարեն եմ, Նավասարդյան։ Այսօր երգելու եմ իմ գրած երգը։ Այո։ Չգիտեմ ինչ ասեմ երեխեք։ Քանի տարեկան եք Նարեկ։ 19 տարեկան եմ։ Ձեզ հաջողություն։ Շատ շնորհակալ եմ։ Սպասում եմ, որ ավելի վախենալու կլիներ։ Նարեկ ջան, նախ շնորհակալություն ձեր անկեղծության համար։ Ուզում եմ ասել, որ շատ տարբերվող կերպարում եք, սա ձեր կերպարն է, զգունային գաման է ամեն ինչը։ Այո, շորը ես եմ կարել, մեյքափը ես եմ արել, նոր ընդեղ ասեցի, մի քիչ շատ եմ ասում էսի։ Դե մենք չենք լսում այնտեղ դուք ինչ եք ասում։ Դրա համար հետաքրքիր էր, այսինքն դուք միշտ այս գույնով եք ներկայանում։ Իրականում ամեն օր կյանքում եմ սենց։ Հա։ Այդ իրականում լավ չի, որ առօրյայում էլ եք այսպես, որտեվ բեմում մարդը մի քիչ պետք է իր առօրյայից կտրվի ամեն դեպքում, սա առօրյայում մի քիչ ավելի քիչ է, մի քիչ։ Նարեկ ջան,
իրականում ինձ վոկալը չբավարարեց որպես այդպիսին, այն որ ինչ որ մի հետաքրքիր բան կա ձեր մեջ, դա ակնհայտ է, բայց երբ ես տեսնում եմ մեր այս պահի պրոյեկտը Շանթ հեռուստաընկերությունում եւ ինչ է պահանջում պրոյեկտը, մի տեսակ երևի են մասնակիցն է, որ մի քիչ չեմ կողմնորոշվում, որովհետեւ ինչ որ տեղեր բռնեցի ձեզ, փորձեցի հասկանալ, ինչ որ բան պատկերացրեցի հաջորդիվ, բայց ընդհանուր դեռ չեմ տեսնում այն զարմանքը, որը որ պահանջում է այս պրոյեկտը։ Ձեզ երգը դուր չեկավ։ Երգի մեջ չի հարցը։ Բայց ես երգն եմ ցույց տալիս։ Ես երգն եմ գրել։ Այսինքն դուք ուզում եք որպես երգահան ներկայանալ։ Իհարկե, հա, ես Բայց դուք եք չէ կատարում, բոլորը մեկում եք։ Ես կատարում եմ, որ ցույց տամ իմ էմոցիաները։ Ես չեմ կարող վստահել ուրիշը կատարի։ Ես կգրեի երգը, կասեի ուրիշը կատարի, բայց ես գրել եմ ինչ որ մի բան չեմ հասկանում, այսինքն դուք ուզում եք, որ մենք գնահատենք երգը ձեր որպես ստեղծագործություն, թե ձեր կատարումը որպես դուք գնահատեք երգը որպես ստեղծագործություն, որովհետև ես ներկայացնում եմ երգը, ոչ թե իմ վոկալային ինչ որ բանը։ Երևի թե կխնդրեմ իմ գոլեգան Անդրեն շարունակի, որովհետև այս դեպքում դուք ընդհանրապես խճճեցիք իմ մտքերը։ Ես այդքան Շատ երգեր ունեք գրած, հետաքրքիր է։ Շատ չունեմ, բայց ունեմ։ Ինչքան։ Բավականին։ Ինչքան։ Չեմ հաշվել։ Իսկ փորձել եք երգ առաջարկեք, օրինակ Բիլի Այլիշին, գիտեմ, որ իր եղբայրն է գրում իր երգերը, որովհետև շատ հետաքրքիր, ես իր ձայն, ճիշտը եթե ասեմ, այս ձեր երգը իր ձայնով էի լսում ես։ Տեղ-տեղ հետ էի գալիս Նարեին էի լսում, տեղ-տեղ գնում էի Բիլի Այլիշի ձայնն էի լսում։ Շատ են ասում։ Այն որ շատ հետաքրքիր ես, ինձ ժողովրդական բառով ասեմ, քծիպ մի եղիր, դուր թող ուրիշներն էլ երգեն, որպեսզի դու ուզում ես որպես երգահան, չէ՞ մենք քեզ գնահատենք, որպես երգահան քեզ կգնահատի հանդիսատեսը, եթե օրինակ լսի քո ստեղծագործությունները տարբեր երգիչների կատարմամբ։ Քո մեջ կա մի հատ իզումինկա, որը հետաքրքիր էր ամեն դեպքում, այսքան որ խոսում եմ, ուրեմն մի բան կար։ Շնորհակալ եմ, ես սպասում էի դրան։ Ես քո սպասումները արդարացրի։ Չես արդարացրել, շարունակիր դե։ Շնորհակալություն։ Ես անկեղծ բեմի վրա հետաքրքիր արտիստիկ տարբերվող ամենայն դեպս էներգիա տեսա, չեմ կարող մեկնաբանել այս ինչ ուղղությունների, ինչ, բայց տարբերվող է, չգիտեմ, ես ուզում եմ, որ ընթացք տալ Նարեին։ Շնորհակալ եմ։ Ինձ համար դու շատ տարբերվող ես, շատ, ինչը ինձ համար գովելի է եւ քո տեսակը, քո այդ արդեն հագուստից հասկացած ամեն ինչը, որ տարբերվում ես հաճելի է եւ քո ձայնը նույնպես ինձ շատ հետաքրքիր էր, այսպես ականջեշոյող էր ու եթե դու ես այս երգը գրել եւ ասում ես ունես երգեր էլի գրված, ես միայն քեզ ասում եմ բրավո ու շատ կուզենամ քեզ տեսնեմ հաջորդ փուլում, ինձ թվում է դու մեզ դեռ զարմացնելու ես ապրես։ Այս փուլի համար ես ձեզ ուզում եմ տալ հնարավորություն ու ասել այո, շատ սպասելով, տեսնելով հաջորդիվ ինչ կլինի։ Ես ձեզ ասում եմ այո։ Նարե ջան, հետաքրքիր ես, ունես քո ուրույն ոճը, բայց Got Talent Հայաստանում չեմ տեսնում քեզ, կասեմ ոչ, բայց կսպասեմ քո երգերի, լսեմ հանգիստ գիշերները այդպես։ Ես արդեն ասել եմ այո, մի հատ եմ ասում, այո։ Ես դժվարանում եմ ասեմ այո, բայց ասում եմ այո։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ դուք։ Այսքանը։ S-Veg Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայության ընթացքում S-Veg Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ S-Veg Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Բարև ձեզ, ես Նարեկն եմ Թարխանյան, Գավառ քաղաքից 15 տարեկան։ Ներկայացնելու եմ մենթալ թվաբանություն։
Ռախսովկա ծրագիր, որտեղ թվերը բերելու գումարոմանում ես կարող եմ հաշվել 30 թիվ, երկնիշ եւ միանիշ 8 միլիվարկյան արագությամբ։ Պատասխան 46։ Obvious հարատում։ Նարեկ մի լավ, հարատում։ Նարեկ ջան, պատրաստ ես։ Լավ։ Սկսենք։ 88-ին գումարած 43, հանած 20, գումարած 17, հանած 16, գումարած 68, հանած 46, գումարած 34, հանած 71 եւ գումարած 19։ Հավասար է։ Պատասխան 116։ Դե չեք հասցնում, հա Տիգրան ջան։ Չեմ ասում։ Չէ, գումարածի փոխարեն հանածը։ Ես մենակ հազիվ ասում եմ լսեմ։ Իսկ Ես մի րոպե։ Տիգրան։ Մարած։ Էս ինչ արեցիր Անդրե։ Ես հաշվիճը չի հասցնում անի, ես չեմ հասցնում։ Այն երեխան ո՞նց անի։ Ոչ, դու հուզվում ես։ Մի հատ էլ անենք, ով։ Մի հատ էլ անենք կպարապ։ Արագ հաշվող կա դահլիճում։ Մի քիչ sense օթերով էլի Անդրե ջան։ 77-ին գումարած 24, հանած 36, գումարած 17, հանած 26, գումարած 48, գումարած 76, հանած Մի բան հանի։ 18 162 պատասխան։ 162 Հիմա մաթեմիտ ուսուցչուհին այստեղ է։ Ոչ։ Դու ինքդ ես սովորել, ինքն ուսես այս մատ։ Չէ, սովորել եմ ուսումնական կենտրոնում։ Պատկերացնում եմ ոնց են հպարտանում քեզանով գավառում։ Բա որ անցնես հաջորդին ինչ ենք անելու։ Ինչ ենք հաշվելու։ Ում փողերն ենք հաշվելու։ Հաշվելու եմ եռանիշ թիվ, դեռ չեմ մտածել քանի հատ։ Եռանիշ թիվ։ Կոֆե խմելս եկավ, գիտես։ Ես հպարտություն եմ ապրում, որովհետև մենք նույն մարզից ենք, կեցես, մի տեսակ այսպես գաստացա տեղում, ապրես շատ։ Ես նույնը չէի ասում։ Ինչ պրավիզ եք բերել օրինակ ձեր ռայոնից մեր համար։ Ես քեզ համար պանիր կբերեմ մեր գյուղից, այո։ Լավ, դավայ։ Իրականում նույնը չէի ասի իմ մաթեմատիկայի ուսուցչու մասին, ով այլ ճյուղով ինձանով կհպարտանար, բայց հաստատ ոչ մաթեմատիկայով։ Ինձ համար, չգիտեմ, դուք այլ մոլորակից եք մաթեմատիկայի ուղղությամբ բոլոր այս մարդիկ, որոնց ուղեղը չգիտեմ այդ ինչ կայծակնային արագությամբ է աշխատում, ես միանգամից կասեմ, այո, ինձ հետաքրքիր է հաջորդիվ ինչ է լինելու։ Կեցես։ Նարեկ ջան, ես գիտեմ, որ սա ճապոնական թվաբանության վրա կոնկրետ մեթոդիկա ունի եւ պարզապես ծանոթ լինելով բանաձևերի մեթոդիկային, հա, ձեռքի եւ մտքի հաշվարկի արդյունքում կարողանում ենք ստանալ թիվը։ Այն Ռուբիկ կուբիկ կարճ է, մարդ կար մի ժամ էր դա ստանում, մարդ կար արագ։ Այս լոգիկան է այստեղ աշխատում եւ այստեղ ձեր մոտ սա է առաջի պլանում, որ դու կարողանում եք արագ վարկյանի մեջ ստանալ վերջի արդյունքը։ Տիգրան, մի բան կներեք, էլի։ Ես էլ չեմ խոսալու։ Մի րոպե։ Հիմա դու ասում ես, որ հատուկ բանաձևով հնարավոր է այսպիսի բան։ Հիմա ժողովուրդ ջան, ինչ բան, չէ, ասելու եմ։ Ինչ բանաձևով էլ ինձ սովորեցնեն, ես նման բան չեմ կարող անել։ Սա իրոք զարմանալու բան է։ Պիկային հերթ տվեք։ Մի հատ թողեք խոսեմ, լավ։ Եկեք բարձր Նարեկին ծափահարենք, որովհետև ինքը իսկապես շատ տաղանդավոր է, շատ։ Նարեկ ջան, բրավո, սկզբում շատ լարված էիր, քո տեղը անհանգստացա, մտածեցի, որ քեզ լավ չես ներկայացնի, բայց բրավո,
Արագությունը իդեալական էր։ Պապիկը կողքն է դրա համար։ Պապիկին էլ ծափահարենք մի հատ։ Ինչ շատ հետաքրքիր է մնացած առարկաները էլի էսպես իդեալական տիրապետում ես, թե ավելի շատ մենթալ թվաբանության մեջ ես առաջատար։ Ավելի շատ մենթալ թվաբանություն։ Իսկ որ առարկան ես էլի սիրում։ Պատմողական։ Պատմողական։ Բրավո։ Ես էլ քեզ մի անգամից ասում եմ այո, ապրես։ Ես ուղղակի գիտեք ինչն է հետաքրքիր, դե սա արդեն եթե լիներ օրինակ տարիներ առաջ իսկապես կապշեի կզարմանայի, բայց ասում եմ զարմանք չապրեցի ես էլ։ Բրավո իհարկե որ կա, որ գավառում քեզանով հպարտանում են, բայց ես ավելի կողմնակից եմ երևի Նարեկին տեսնել ֆիլտրացիայում։ Ես կասեմ դրա համար ոչ, որպեսզի նա այնտեղ էլ ավելի փորձի ինձ զարմացնել։ Կսպասեմ։ Նարեկ ջան, ես որ խոսում եմ, թվում էր թե ես ինչ որ բաներ եմ ուզում հասկանամ, պարզապես ուզում եի դու նաև հայտարարեիր, թե որն է մեր զարմանալու տեղը, ինչ որ Անդրեն ասեց, ինչու՞մ պետք է զարմանամ, եթե կամ Այո։ Մերսի շատ։ Շնորհավորում եմ, համաձայն է ժյուրիի կարծիքների հետ։ Հա, կփորձեմ ավելի շատ զարմացնել իրենց աճերտ փլերում։ Դե ինչ, հաջողություն։ Հիշեք հայորդի կանունը նրանց, Լիզբոն գնացին մահին ընթառաջ, բայց նրանք միշտ կան ու կապրեն անմահ, քանզի ապրում է այն ու Հայաստան, բայց նրանք միշտ կան ու կապրեն անմահ, քանզի ապրում է այն ու Հայաստան, դե զարգեք, զարգեք, մինչև շունչ վերջի, արժանի լինենք, Փառքի պսակի, դե զարգեք, զարգեք, մինչև շունչ վերջի, արժանի լինենք, Փառքի պսակի։ Պատմություն հայոց դաժան է եղել, դարեր շարունակ շատ ենք տարապել, բայց պիտի շտկենք պատմությունը մեր, քան զգալի կյանքին պարտական ենք մենք, բայց պիտի շտկենք պատմությունը մեր, քան զգալի կյանքին պարտական ենք մենք, դե զարգեք, զարգեք, մինչև շունչ վերջի, արժանի լինենք, Փառքի պսակի, դե զարգեք, զարգեք, մինչև շունչ վերջի, արժանի լինենք, Փառքի պսակի։ Ես կանգնացրեցի, որովհետև արդեն ինձ համար պարզ էր, ինչպես սկսել ես սկիզբը, այդպես էլ շարունակել ես, ասինքն որևէ արտառոց բան չկար քո կատարման մեջ, գիտես, այստեղ պետք է գազ զարմացնես, սա հայ սուպերստարի կամ X Factor-ի առաջի փուլը չի, այստեղ պիտի գան, որ լսես, ասես, էս ինչ էր։ Կարծես թե մի փոքր խիստ են այսօր մեր ժյուրի անդամները, բայց տեսնենք, ամեն ինչ դեռ առջևում է։ Բայց ստանդարտ, հա, ձայն ունես, միգուցե ազգային երգիչ գաս, բայց սա ֆորմատը չի։ Շնորհակալություն։ Եթե դուք այս տեսակի երգեր եք երգում, այդքան անհաղորդ դեմքով պետք չի լինել ոչ բեմում, ոչ էլ առհասարակ, որովհետև նման պրոյեկտներում հեռուստադիտողը ձեզ պետք է զգա, պետք է ծափահարի հեռուստաէկրաններից այն կողմ։ Մնացած ամեն ինչով համաձայն եմ ինչը որ ասաց Անդրեն, խորհուրդ եմ տալիս անպայման այլ պրոյեկտներում մասնակցել, բայց այս պրոյեկտի համար դուք ինձ համար չեք բավարարում եւ չեք համապատասխանում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։
Կարծում եմ, ինչքանով որ ես հասկանում եմ, մինուսը լավ ընտրված չէր եւ ինքը խանգարում էր քո գրագետ ելույթին։ Դրա համար միգուցե չկարողացար փոխացել այն էներգետիկան, այն վոկալի տվյալները, որը որ դու ունես, կարծում եմ, որ մինուսը լավ ընտրված չէր եւ ինքը քեզ խանգարեց։ Ցավոք։ Մերսի։ Վաղը մյուս օրը ես բեմում կլինի թե այլտեղ, եթե դու սիրում ես երկարվեստը եւ պայքարելու ես ու բեմում լինես, ու համոզված եմ գնաս այդ ճանապարհով, ուզում եմ անպայման մի բան պատկերացնես, որ բեմը արտիստիզմը նաեւ շատ սիրում եւ փորձես նաեւ բեմ գալ քո հետ վերելով այսպես կարակ, էներգիա, լցնես քեզանով բեմը, հետո կմիանա արդեն քո երկարվեստը։ Այսքանը։ Շնորհակալ եմ։ Չէ, լսեք, Տիգրան, մենք դեռ չենք ասել այո կամ ոչ։ Դուք չգիտեք դեռ, կներեք։ Ես ասում եմ այո։ Ես ասում եմ ոչ, Տիգրան ջան, այս փուլի համար ոչ։ Ես նույնպես ասում եմ ոչ, Տիգրան ջան։ Տիգրան ջան, ասեցի քեզ բարի ապագա, մի հանձնվիր, այս ոճում սպասում եմ այլ մրցույթում, ոչ։ Շնորհակալություն։ Ողջույն, պաղպաղակների աշխարհից եմ գալիս, կախարդական օթապարիկով վայրեջք եմ կատարել ու հետս բերել եմ Big Berry նորույթները, ֆանտաստիկ միքսերով և վառ համերով բալուն, բա, խնդրեմ, ցույց եմ տալիս, բալուի կոկոբերին, նայ, կոկոսի և հատապտուղների համով մի կտոր ուտում ես և համերի օթապարիկը քեզ տանում է դեպի ամառ, բայց ես կփորձեմ bubble gum-ը մաստակի համով, որը տանում է դեպի մանկություն, բա, ես ուզում եմ գնալ դեպի մանկություն, ես չեմ տա, մամա, պաղպաղակներ, Pink Berry, վայելեք համային թռիչքը բալուի հետ։ Բարև ձեզ, ես այսօր կնվագեմ Deep Purple-ի Highway Star-ի սոլոն։ Վաու, վերջապես իմ սրտի երաժշտությունը հնչելու է հենց այստեղից։ Դե ինչ ձեզ հաջողություն եմ մաղթում, կհանդիպենք ձեր ելույթից հետո։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, կներկայանաք։ Ես Հրաչյա Օրդուխանյանն եմ։ Ինչ սպասելիքներ ունեք նախագծից։ Մեծ։ Եվ ես ապրում եմ Երևանում, այսօր եկել եմ ձեզ զարմացնելու։ Քանի տարեկան ես։ 13։ 13, բոյով ուսացող Հրաչյան։ Դե, փորձիր մեզ զարմացնել։ Խոսքեր չունեմ, ֆանտաստիկա։
Բրավո։ Wow. Բրավո։ Սյուզաննա։ Անցի դասարան։ Բրավո։ Իսկապես Հրաչյա ջան։ Իսկական համապատասխան այս նախագծին, չէ՞։ 13 տարեկան։ Այս ամեն ինչը, չգիտեմ։ Բրավո։ Բնատուր, աստվածատուր, տաղանդ, այո, got talent, հենց սրա մասին է։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա քեզ նման, ծնվել է քեզ նման շատ տաղանդավոր երիտասարդ։ Քանի տարի ես սովորել։ Ես նվագում եմ 2.5 տարի համարյա եւ ես ինքնուս եմ։ Եկեք ծափարենք էլի բարձր։ 2.5 տարի ու այս ուսուցիչ չունի։ Եվ ուսուցիչ չունի, այո, ինքնուս։ Բրավո։ Շնորհակալ եմ։ Ամբողջ նվագելուտ ընթացքում ես փշակաղված էի։ Մերսի, շնորհակալ եմ։ Միանգամից այո։ Հրաչ դու ես չէ նվագում։ Այո։ Իսկական բեմի խենթ, բեմի գիշ, հենց էներգիայով, իր արտիստիզմով, իր հենց ամբողջությամբ վերցրեց եւ տեղավորվեց մեր հոգու մեջ, մեր զգայարանների վրա ճիշտ, ապրես, բրավո, իսկապես 4 հատ այո։ Մերսի շատ։ Ապրես Հրաչյա ջան, երանի մի օր իմ տղան էլ քեզպես սովորի էլեկտրոգիտար, որովհետև ինքը խելագարվում է այս գործիքի համար ու ես ուղակի չգիտեմ, հիացած եմ։ Ինքնուս 13 տարեկան ու այսպես մեզ այսօր տեղափոխեցիր, չգիտեմ որ աշխարհ։ Ապրես, բրավո։ Հրաչյա ջան, հարևանները ինչպես են։ Լավ են։ Այո, հետո կհպարտանան քեզանով ոչինչ։ Սյուզաննա Սյուզաննան դեռ ձեր երաժշտության մեջ է, այս է ֆենոմենը, որ այս պրոյեկտում նման հասկանում եք նախ ձեր տարիքը, ինքնուս լինելը, այդ ամեն ինչի հետ չի համապատասխանում ձեր նվագում եմ ինչև հիմա նայ ու հենց դա եմ ուզում ասել, որ այնպիսի երաժշտություն եք մատուցում, այնպիսի նվագակցություն, որ դուք իբրև թե ավարտում եք դա, բայց ձեր հանդիսատեսը դրա մեջ է մնում։ Այսա կոչվում է երաժիշտ։ Այդ ձեր նման խենթ երաժիշտների պակասը այսօր կա քաղաքում։ Մեծ ապագա է ձեզ սպասվում։ 204 այո եմ ես ձեզ ասում։ 304 այո եմ ասում։ Բրավո։ Ինչքան եղավ, այն տղուն կանչեք հաշվենք, էլի։ Ես մատիմուց վատիմ։ 4 Վիկ դու չես ասել։ Ասել եմ, այո։ Արդյոք սպասում էիր, որ այսքան բուրն է լինելու ժյուրի արձագանքները։ Երևի սպասում էի։ Եղեք վստահ։ Բարև ձեզ, ես Գաբրիելա Աղայանն եմ, 13 տարեկան, սովորում եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում, զբաղվում եմ երգով եւ պարով։ Այսօր երգելու եք, թե պարելու եք։ Երկուսը միասին։ Եվ երգելու եք եւ պարելու եք։ Այո։ Ես Գաբրիելայի վոկալի ուսուցչուհին եմ։ Օ, դուք եք այսինքն այսօրվա իր անցնելու կամ չանցնելու պատասխանատուն։ Մեղավորը։ Many years ago, when I was a little child, Mama told me you shall know how our world is cruel and wild. But to make your way through cold and heat, love is all that you need. I believe for every word, more than anything I heard, but I was too scared to lose my fun. I began to cry aloud as she gave me apricots, kisses of the root fruits of the sun. Apricot stone here and in my hand, given back to me from the motherland. Apricot stone, how we drop it down in a frozen round. I just let it make its round. Apricot stone here and in my hand, given back to me from the motherland. Apricot stone. Apricot stone here and in my hand, given back to me from the motherland.
Հիմնականում երբ մասնակցի ելույթից հետո ժյուրին ասում է «Վայ» կամ լսվելու է շատ լավ կարծիք կամ Ես ճիշտ ասած տենց քանի որ հայտարարեցիք եւ երգում եք եւ պարում եք, տենց մի հատ ակնկալում եմ մի շատ հետաքրքիր պար երգ միախառն, բայց անկեղծ ոչ պարը տեսա, ոչ առանձնապես երգը որպես այդպեսին, որ պետք է այս բեմում լինի, այս մրցույթը զարմացնելու մրցույթ է, ինչպես որ հայտարարել են։ Ես զարմացել եմ, որ այդքան էլ չեմ զարմացել։ Ես մի անգամից ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Լավ երգել, լավ պարել կարող են շատերը, բայց զարմացնել իրոք դա բարդ առաջադրանք է։ Գաբրիելա ջան, շատ անուշիկ բալիկ ես, բայց ոչ։ Շատ հում եւ շատ սիրողական մակարդակի վրա է ձեր երգեցողությունը եւ դուք եթե ունեք պլաններ շարունակելու, պիտի իմանաք, որ շատ աշխատելու տեղ ունեք։ Շնորհակալություն, բայց ես եւս ձեզ ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Կարծես թե հենց դասատուին կպան։ Համաձայն եք։ Այնքանով համաձայն չեմ, որ դեռ նոր է սկսում Գաբրիելան եւ դեռ ամեն ինչ արժեվ մեզ սպասեք իրեն։ Չեմ ուզում կրկնվել, բայց այո, եւ երգելով չզարմացրեցիր եւ պարելով, չնայած կարծում եմ, որ պարելով ավելի կկարողանայր զարմացնել։ Ու ինչ շատ հետաքրքիր է, դու ես որոշել գաս այս պրոյեկտին, թե ծնողներդ, չգիտեմ, ինձ հետաքրքիր է, կուզենա ես հարցին պատասխանել։ Ես եմ որոշել։ Հա, իսկ գիտես ինչի մասին է պրոյեկտը։ Որ ես ինձ ներկայացնեմ եւ իմ տաղանդը բացահայտեմ եւ զարմացնեմ, չէ՞ երևի թե։ Հա։ Իսկ կարծում ես, որ դու զարմացրեցիր եւ ունես մի բան ցույց տալու մեզ հետագայում մյուս փուլերում, որ մենք զարմանանք։ Հա, այո։ Դե լավ, դրա համար ես քեզ կասեմ այո, որ մյուս փուլին ինձ զարմացնես, հա։ Խոսք ես տալիս։ Այո։ Բոլորին պետք է զարմացնես։ Շնորհակալություն։ Հա, ոչինչ, ես նույնը 3 ոչ, 1 այոն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Օրվա մեր լավագույն րոպեները այն ակնթարթներն են, երբ ամեն ինչ մի կողմ ենք դնում եւ վայելում մեր անբաժան սուրճը։ Իսկական սուրճը ես վայելում եմ Royal Armenia-ի հետ։ Տեսականին այնքան շատ է, որ միշտ կարող եմ ընտրություն կատարել։ Royal Armenia, ավելի քան 30 տարի շուկայում։ Վայելեմ։ Դե հիմա ոնց ռելաքս չլինես։ Վերջապես եկավ այն մարդում դուք ավելի սովոր եք տեսնել ձեր էկրաններից որպես հաղորդավար Got Talent Հայաստանի Զիրոեն ողջույն։ Բարև, լավ անցավ ներկայացումը։ Հրաշալի անցավ, շատ շնորհակալ եմ ինձ օգնելու համար։ Աշխատավարձից 10%-ը կփոխանցեմ քեզ։ Ես քարտը կուղարկեմ, խոսենք։ Շատ լավ, անպայման կհայտարարագրես։ Ես Արման Գաբրիելյանի կինն եմ եւ նրա ընկերոջ հետ են ելույթ ունենում։ Արմանը ո՞ր մեկն է։ Ժպտերեսիկը։
Ապրեք, բրավո։ Ճիշտ է երկու վրիպում ունեցաք, հա, կարծես թե։ Չէ, ընկերներ ենք, բարով ձեզ։ Կներկայանաք, որտեղից եք ինչ։ Արմանը Արսեն, երկուսս Երևանից ենք եւ պարապել ենք մանկուց Կրկեսում։ Աշխատում եք Կրկեսում։ Նաեւ։ Հիմա աշխատում եք։ Ոչ, ներկայիս Կրկեսում ոչ։ Ես ասեմ, որ առանձնապես այսինքն հիացած եմ ու զարմացած եմ այս շրջանակներում սուտ կլինի։ Բայց նաև մի փոքր ոգևորված եմ, նախ ասեմ, այս ժանրը մեր երկրում շատ փուլացած է եւ ձեր շնորհիվ կուզենամ, որ այսպես առաջ գնա, ինքը շատ սիրուն ժանր է, շատ էստրադնի, կրկեսային տրամադրություն բերող նաև հնարքների ու կատարումների մեջ բարդություններ տեսնող, ուզենամ մի փոքր գիտեք ինչ տպավորություն թվեց, ոնց որ 3 առաջի օրը պարապել եք, այսօր եկել եք բեմի վրա բան անեք։ Վերջում որ իրար վրա բարձրացան, կարաս տենց բան անես օրինակ։ Ես ինչ չեմ կարում, ասում եմ այո։ Ասեց այո Տիգրանը։ Ես Տիգրանի հետ լրիվ համաձայն եմ, եթե խոսեմ նույն բաները պետք է ասեմ, ու վերջում եմ համաձայն այդ այոյի հետ, ուզում եմ, որ մյուս փուլում եթե կանցնեք, ավելի զարմացնեք ու այնպիսի բաներ անեք, որ, չգիտեմ, տեսել ենք լասոլեյում կամ չգիտեմ, հակասական են կարծիքներս, համ գունավոր եք, վառ եք, ուզում եմ ձեզ տեսնել պրոյեկտում, հասկանալով թե հետոն ինչ կլինի, համ էլ եթե լինեմ շատ անկեղծ, մտածում եմ, որ իհարկե չեմ տիրապետում այս ամենին, ինչը որ դուք անում եք, բայց on-line հարթակում այսօր ամեն ինչ շատ ավելի հասանելի է ու ավելի ուժեղ բաներ եմ տեսել։ Ինձ մոտ մի քիչ հակասություն է այս համարի հետ կապված։ Ես երևի ձեզ կասեմ ոչ։ Ես կարծում եմ, որ արդեն 2 ֆիլտրացիայի փուլում եք, այսինքն 2 այո ունեք, 1 ոչ։ Եթե ես էլ ոչ ասեմ, ֆիլտրացիայում եք լինելու, ավելի շատ ենք ձեզ տանջելու այնտեղ։ Կուզենայի շանս տայի, բայց երևի ֆիլտրացիայում ավելի ճիշտ կլինեիք։ Շնորհակալություն։ Այո, այո։ Այո։ 2 այո։ Շնորհակալություն։ Դուք հաջորդ փուլում եք, շնորհավորում եմ։ Այ, շատ հետաքրքիր էր։ Լարված։ Միանշանակ լարված։ Ամեն ինչ լավ է, ժյուրիի հետ համաձայն ենք, որովհետև մենք մեր սխալները բոլորից լավ ենք նկատում։ Կարող ենք ավելի լավ ներկայանալ, բայց ունենք այն ինչ ունենք եւ ամեն դեպքում հաջորդ փուլում ենք, փորձենք ավելի ընդլայնել մեր համարները ու ավելի գեղեցիկ դարձնել։ Էքստրեմալ շարժումներով լինեն։ Այո, եւ կարծում եմ շագերտները բացելով կփոխենք ժանրը նաեւ, որովհետեւ մենք տիրապետում ենք մի քանի ժանրների։ Մտնում ես, երգում ես, զարմացնում ես, 4 հատ այոն վաստակում ես, բերում մի հատը տալիս ես ինձ, 3 հատով գնում ես։ Պայմանավորվեցինք, ուդաչ։ Բարև ձեզ, իմ անունը Ռուբեն Ավետիսյանն է, ես եկել եմ Ռուսաստանից, 32 տարեկան եմ, կներեք իմ հայերեն լեզու համար մի քիչ ներողություն մի խնդրի, որովհետև քո հայերեն լեզուն փայլուն է։ Մերսի։ Առանց մտածելու։ Մերսի։ Դեմ ուրեմն միջև վերջ ուրեմն հայերեն եմ խոսալու։ Ռուբեն ջան, իսկ Ռուսաստան որ քաղաքից եք եկել։ Вообще ես Սարատովում եմ եղել, Մոսկվա, հիմա Մոսկվայից եմ եկել ձեր մոտ։ Բարի։ Հատուկ ես նախագծի համար։ Հա, конечно, հա։ Would you dance if I ask you to dance? Would you run and never look back? Would you cry if you saw me crying? Would you save my soul tonight? I can be your hero, baby. I can kiss away the pain.
just wanna hold you. Oh yeah. Am I in too deep? Have I lost my mind? I don't care. You're here tonight. I can kiss away the pain, oh yeah. Yeah, I will stand by you forever. You can't take my breath away. I can be your hero, baby. I can kiss away the pain, oh yeah. Stand by you forever. You can't take my breath away. I can be your hero. Ես իրականում սեղմեցի կոճակը, որպեսի Աստված մի առասցե դուք չվնասեք ձեր ձայնալարերը, որովհետև տեղ-տեղ փախնում էիք, տեղ-տեղ կոկորթի հաշվիներ, իսկ դա շատ վտանգավոր բան է։ Ուզում եմ այս կետով ինձ ճիշտ հասկանաք։ Իմ խորհուրդը ձեզ, եթե կարելի է, նման մրցույթներում երգելիս փորձեք առաջին գիծ բերել ձեզ եւ ձեր ձայնը, ոչ թե լցնել ձեր գործիքավորումը, որովհետեւ ջուրին պիտի հստակ լսի հասկանա ինչեր այնտեղ կատարվում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց մի քիչ չհասկացա ձեր երանգը, ինչ էիք դուք ուզում ցույց տալ, բացի տանջելուց ձեր ձայնալարերը։ Ռուբեն ջան, երբ եք եկել Մոսկվայից։ Երեք չեմ սորը։ Սիրուն ձայն ունես, սիրուն տեմբր ունես, բեմում կարողանում ես քեզ ճիշտ, բայց չես կարողանում կառավարես, ամեն ինչ ուզում ես շատ անես։ Էս անեմ, այն անեմ, այն անեմ, էս էլ անեմ, էս էլ անեմ։ Չէ, պիտի ուղղակի կանգնես, երգես հոգով։ Ախր օրգանական է շատ, բայց ձայնին չի կառավարում, դա այդտեղ ինձ մոտ հակասություն է առաջանում։ Սյուզան, ուրեմն դու խնդիր ունես։ Շատ բեմական տեսք ունեք եւ ունեք բոլոր հնարավորությունները։ Ինձ խանգարում էր ձեր ելույթը վայելել, խանգարում էր ձեր առանձնարովկան շատ։ Դուք ձեզ համարում եք այս շրջանակներում թաքնված տաղանդ։ Այդ նենց հարց է, վիսակամերն է ответ կլինի, եթե ասեմ հա, բայց որ ասեմ չէ, էլ ինձ կցեմ, это компрометирующий вопрос։ Ապրես։ Այս նախագիծը ունի մի շատ գեղեցիկ թաքնված բան, որտեղ դու հանկարծ հայտնաբերում ես արտիստ, մարդ, զարմացնում ես, վայ, այս զարմանքը ես չապրեցի, ու շատ լավ սիրուն կատարում աշխատած, բայց այս չի լինում, էլի։ Կներես ես ստիպված պետք է ասեմ ոչ։ Շատ խառնամտք ես գիտես եւ չեմ կարող ասել հստակ այո, չեմ կարող ասել հստակ ոչ։ Հետաքրքիր է, որ նույն զգացողությունը հիմա ինձ մոտ է։ Մի տեսակ ափսոսանք եմ ապրում։ Հա, նույնը։ Вы красавчик։ Спасибо. Вы тоже очень красивый։ Վճռները ասեք։ И вы тоже։ Հասկանանք։ Ախր սրտիս կես ասում այո, կես ասում ոչ, հիմա ինչ անեմ։ Բա ինչի սխմեցիր այդ կոճակը։ Չէ, կոճակը կարողա դրանից սկսեց ավելի Ես մի րոպե, ես տվեցի բացատրությունը, թե ինչու։ Եթե մի քիչ էլ երգի էսպես, Վիկա ջան, հնարավոր է վնասի կոկորտը։ Может, вы мне поможете? Սյուզաննա։ Ես ես ասում եմ այո։ Մերսի։ Բայց եթե դուք մյուս փուլում անցնելու դեպքում, որտեվ դեռ երկու ժյուրի անդամ իր որոշումը չի ասել, այսպես փորձեք երգել, ես դες ստիպված եմ լինելու առաջինը ասելու ոչ, անկեղծ։ Ես մաքսիմալ կփորձեմ նենց այն, որ ձեզի հայրը ոնց է ուդիվլու։ Իմ սիրտը երկու մասի չի կիսվում, ափսոսում եմ ուղակի եւ ափսոսանքով ասում եմ ոչ։ Ես անպայման ուզում եմ քեզ տեսնել հաջորդ փուլում, որովհետև Սյուզաննային բան ունես ապացուցելու ոնց որ թե ասում եմ քեզ այո։ Մերսի։
դες հաստատ ցենանք ինչ արնելու, երկելու ենք Ռուբենին չեք կորցնի, իմացեք, ստեղ չանցնեմ, ուրիշ ստեղ կանցնեմ, այնքան երկելու միջև մի բան հասնենք։ Լսել եմ շատ մարդիկ խենթանում են միլկինի կատնամթերքի եւ հատկապես յոգուրտների համար։ Փորձենք։ Եթե խենթանամ, ուրեմն ճիշտ եք ասում։ Նախ պետք է ընտրեմ, թե որն եմ ուտում կամ խմում։ Բալը։ Ես նախ ընտրում եմ բալը։ Լիկա, դու մի անգամայն իրավացի ես, կարելի է խենթանալ։ Զարմացնելու ես։ Կզարմացնեմ, չեմ զարմացնի։ Չեմ։ Բայց կարա ունենա։
Շնորհակալություն։ Շնորհակալություն Վահագ ջան, այն ինչ որ դու անում ես շատ հրաշալի էր ու դու շատ եկավ, բայց գիտեք ինչ, ես կուզենայի ինչ-որ պատմություն տեսնեի, ինչ-որ պատմության ընթացք։ Դա կլիներ տխուր թե դրամատիկ, բայց լիներ սյուժե։ Ես հիմա կասեմ, այո, ակնկալում եմ հաջորդին անպայման սյուժե տեսնել, հակառակ դեպքում անիմաստ է դառնում էս ամեն ինչը։ Դե դեռ պարզ չի հաջորդը կլինի թե ոչ։ Դրա համար ասի ակնկալում եմ։ Կներեք Վահագն ջան, ուրեմն դուք ձեզանով որպես բեմ մի տխրեք դեռ բան չեմ ասել։ Իրականում ուզում եմ իմանալ, որ ձեզանից շատ լավ էներգիա է գալիս, շատ լավ աուրա է գալիս։ Ինձ համար ներողություն, որպես այս երանգի համար պրոյեկտում ինքը թույլ էր։ Ես ավելին էի սպասում։ Օ, ես ձեր ինքնավստահությունից եմ ուզում։ Նայ, եթե մենք լինեինք ինչ-որ առիթի ժամանակ, որտեղ գալիս են այսպես ուրախ ժամանակ ենք անցկացնում, հա, երեխաներին են զբաղացնում եւ այլն, այս ուրիշ հարց է, բայց երբ որ մենք եկել ենք մասնակցելու Got Talent-ին, ինձ թվում է ոչ մի արտառոց մի բան դու չարեցիր դրա համար։ Դրա համար ես քեզ ասում եմ ոչ, երկար չխոսեմ։ Առաջին 20 վայրկյանը հրաշալի էր։ Դինամիկան կար, տրամադրությունը կար, կարողացար։ Ով է ինչ ասել, մի հատ կարող եմ իմանալ։ Դու ոչ ես ասել, Վիկտորիան ոչ է ասել։ Ես այո եմ ասել։ Ես դեռ չեմ ասել։ Դու չես ասել։ Չէ։ Եկել ես մնա, տանջել ես մեզ, հիմա էլ մենք ենք քեզ տանջելու։ Ախր շատ օրգանական եք, այսպես ուղակի կանգնում եք։ Ինձ թվում է ես մեր երկխոսությունն ավելի հետաքրքիր է։ Այն մարդկաց չբերել ու շատ տենց դինամիկա։ Ես մենք ունենք մեկ այո, մեկ ոչ։ Այո։ Եվ ունենք երկու նախընտրելի ոչ, հա, ոնց որ թե։ Ես ես կասեմ ոչ։ Ոչին ոչ մեկը այսպես չէր պատասխանել։ Իսկ հովհարը վերցնելու եք ու կոնֆետը հետ եք վերցնելու թե
Կոնֆետի մեջ համարն է փորագրել։ Դե Վահագն ջան, արդեն པարզ է ինձ թվում է, եթե հետև նայեք։ Այո։ Ասում եմ այո։ Երկու այո, երկու ոչ։ Տանջելու ենք քեզ հետո հետագա փուլերում։ Ես էլ ձեզ։ Լավ։ Դու անցել ես զտման փուլ։ Զտելու են քեզ։ Այդ որ ասես պատրաստվի, դրա մասին էր խոսքը։ Ավելի դինամիկ, ավելի լավ պատրաստված ու այս ելույթիդ համար ես քեզ տալիս եմ, գիտես ինչ, մեր հովանավորի պաղպաղակը, պինգվերի, կեր, ուտելով գնա, բարի ճանապարհ, կհանդիպենք մյուս փուլում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարինե Խաչատրյան, երգում եմ Սնիգապատ։ Ուսուցչուհի եք։ Անգլերենի ուսուցչուհի եմ։ Բա ինչու ռուսերեն երգ, այլ ոչ թե օրինակ։ Սիրում եմ այդ երգը։ Օ, իսկ գուցե հիշողություններ կան այդ երգի հետ կապված։ Իհարկե։ Կպատմեք հիշողությունները։ Ուրեմն ձմեռ էր, ցուրտ էր եւ եկավ գարուն։ Էդ էր ուզում։ Շատ լավն էր։ Շատ։ Լավ։ Երգեք։ Я еще не успела испить свою осень, а уже снегопад сторожит у ворот. Он надежды мои, как дороги заносит, и грозит застелить надо мной небосвод. Снегопад, снегопад, не лети мне на косы, не стучись в мою дверь, у ворот не кружись. Снегопад, снегопад, если женщина просит, бабе лето ее торопить не спеши. Не спеши, снегопад, я еще не готова. Ты еще не успел мою душу смутить, неизведую боль лебединого слова. Не тебе, а ему я могу посвятить. Снегопад, снегопад, не лети мне на косы, не стучись в мою дверь, у ворот не кружись. Снегопад, снегопад, если женщина просит, бабе лето ее торопить не спеши, торопить не спеши. Բրավո։ Տիկին Կարինե ճիշտ հասկացա, երբեմն տանը որ խնջույք է լինում, ծնունդ, առիթ, բան, միշտ ասում են, մի հատ այս երգը երգի էլի, ասենց հավաքվում։ Միշտ երգել եմ եւ երգում եմ։ Իսկ ինչի հուզվեցիք։
Հիշեցի որոշ բաներ։ Այ ինչ հիշեցիք, ասեք։ Եթե կարելի է իմանալ։ Շատ կարևոր է։ Տխուր բաներ հիշեցի։ Որը Սնիգապատի հետ էր կապված։ Եկեք բարձր ծափարենք էլի Տիկին Կարինեին։ Այս ելույթից հետո արդեն այս երգի հետ կապված ձեզ մոտ թող լինեն լավ, շատ լավ, գեղեցիկ հիշողություններ։ Մի հատ նայեք ինչ շքեղ սիրուն բեմ է։ Ձեզ նման շքեղ, Զիրոյանի նման թող որ հիշողությունները այլևս փոխվեն դեպի ուրախ հիշողություններ։ Տիկին Կարին, ինչպես եղավ որ որոշեցիք գաք մասնակցեք։ Սիրում եմ երգել շատ։ Դրա համար որոշեցի։ Հորդորեցին, առաջարկեցին հարազատները, թե ինքնուրույն որոշեցիք։ Ինքնուրույն որոշեցի։ Նախ հարգանքներս ձեզ, շատ գեղեցիկ եք, շատ մի ուրիշ աուրա է գալիս ձեր սերնդի ներկայացուցիչներից, շնորհակալություն, որ այստեղ եք, եւ ամենակարևորը ունենալ հիշողություններ երգից հետո ու հուզվել։ Բարձր ծափարում ենք բոլորս ձեզ։ Տիկին Կարինե ջան, նախ շնորհավորում եմ ձեզ, որովհետև դուք շատ համարձակ քայլ եք արել ու հիանալի ելույթ ունեցաք, շատ սիրուն ձայն ունեք։ Մենք ձեզ եւս մեկ անգամ ծափահարում ենք, շատ բարձր։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում դուք ճիշտ եք արել, որ անգլերենի ուսուցչու եք, ընտրել եք այդ ուղղությունը, եւ ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս երգելավոճը, այսպիսի երգելը ձեր մտերիմների համար, թորնիկների համար, բարեկամների եւ տարբեր ոչ պրոֆեսիոնալ մրցույթների համար հրաշալի է, բայց պրոֆեսիոնալ մրցույթի համար իհարկե քիչ է։ Դրա համար մեծ հարգանքով, բայց պետք է ձեզ ասեմ ոչ։ Տիկին Կարինե ջան, կիսում եմ կոլեգայիս հետ կարծիքը, որ դուք զարմացրեցիք իրականում ձեր քայլով եւ դրա մասին անընդհատ էս մի քանի րոպե խոսվում է եւ եւս մեկ անգամ ձեր շնորհակալություն ու ես էլ իմ հերթին ամենայն հարգանքով պրոյեկտի համար ձեզ ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Տիկին Կարինե ջան, ես էլ շատ մեծ հարգանքով, բայց միանում եմ կոլեգաներիս, ասում եմ ոչ։ Տիկին Կարինե, ես ինադու իմ կոլեգաների ասում եմ այո։ Ապրես։ Պոպուլյար։ Բայց դա քիչ է, չէ՞։ Ինչքան սիրուն գույն կար։ Ես ուզում եմ, որ հաջորդ անգամ ես համոզված եմ նոր պատրաստված բան կունենա ու կարող զարմացնի, դրա համար չնայած չանցավ, բայց ես ասում եմ այո։ Ապրես շատ Տիգրան ջան։ Շնորհակալություն ձեզ Տիկին Կարինե, շատ։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպայեստամասել, Eldrive Holding-ն առաջարկում է ամբողջական համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ Eldrive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Տուն գրակ, հակածդ գրակ, Սայատնով ախելքի ծովա։ Որ մեկրակին հետաքրքիր, շատ հետաքրքիր, առաջին հայացքից կերպարը արդեն հետաքրքիր է։ Բարև ձեզ, ես Խաչ Սերոփյանն եմ, երաժիշտ, նվագում եմ քամանչա ու տարբեր գողձիկներ, նաև հարվածային գողձիկներ ու փողային։ Այսօր ձեր համար ելույթ եմ ունենալու Սայատնովայի ստեղծագործություններից բրոյի հետաքրքիր է, շատ։
շատ սիրում ես նվագել, իսկապես, այն որ ջիգարով ես նվագել, կուզենայի այդ ոնց որ նվագում ես, այսինքն այդ խանդավառությունը հիմա քո մեջ էլ լիներ, որտեղ ստիպեցիր բոլորը ծափահարեն։ Ճիշտ է, երգն էլ է, բայց դու իսկապես լավ ես նվագում։ Շնորհակալ եմ շատ։ Քեզ նման շնորհալի երիտասարդների շնորհիվ պահպանվում է, մնում է եւ իսկապես գնահատվում է։ Բարի գալուստ մեր նախագիծ, ես ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ, ապրեք։ Խաչիկ ջան, իսկապես ես եթե սա զարմանալու նախագիծ է, զարմացնելու, ես զարմացած եմ, որ դեռ կան երիտասարդներ ու այս գործիքը իրենց ձեռքը փողում են։ Կարող է այս գործիքը այլ ոչի երաժշտություն նվագի ձեր ձեռքերում։ Մի փոքրիկ հատված կնվագեմ։ Exprompt, improvise։ Բրավո։ Ասեք, որ սիրուներ։ Ֆանտաստիկ էր, ոչ թե սիրուներ։ Խաչ ջան, ես ինձ թույլ եմ տալիս քեզ խաչ ասել, որտեվ դու քեզ ներկայացրեցիր խաչ, այստեղ գրված է խաչիկ։ Շատ չխոսեմ, ասում եմ այո, որովհետև ես վստահ եմ դու ձեռ մեզ շատ է զարմացնելու այս պրոյեկտում։ Ապրես։ Շնորհակալ եմ շատ, ապրեք։ Այո։ Ապրեք շատ։ Այո։ Խաչ ջան, ուզում եմ ասել, որ ուզում եմ ձեզ միշտ տեսնել բեմում, ուզում եմ հպարտանալ տարբեր բեմերում ձեզանով որպես հայուհի ու շատ հուզվեցի ձեր մոգական կատարումից։ Շատ վստահ ձեզ ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ, ապրեք։ Սպասել ենք հաջորդ փուլում էլ ավելի զարմացնես մեզ եւ հայ հեռուստադիտողին։ Ոչ մի խնդիր։ Շնորհակալություն հրաշալի ելույթի համար 0120 համարի տակ Խաչ Նովա։ Տենց ֆիքսենք, ինձ թվում է լավ բեմական անուն է լինելու։ Խաչ Նովա։ Ահա, այն տաղանդավոր մարդիկ, ովքեր անցել են այսօրվա փուլը, դեռ սպասեք հրաշալի, շնորհալի երեխաներին Շանթի եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Pink Berry, վայելիր այս պահը։